Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այս որոշմամբ մենք ըստ էության սկսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIP ռազմավարական TRIP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող ուրեմն դրույթներ արձանագրելու որոշման պարագայում էլի սահմանված կարգով կուղարկենք կդիմենք ազգային ժողով, հարցը քննարկումը կտեղափոխենք ազգային ժողով, ինչպես գիտեք շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր սույն թվականի մայիսի 26-ին իմ եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում եւ այնուհետեւ ընդամենը օրեր անց հունիսի 1-ին եւ հունիսի 4-ին համապատասխանաբար էլի պետքարտուղար Ռուբիոյի եւ իմ կողմից ստորագրվել էր Վաշինգտոնում եւ Երևանում փառատելով հնարավոր հարցեր ասեմ, որ միջազգային պրակտիկայում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժանմանակյա հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է եւ ընդունված պրակտիկա է։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին եւս երկու շատ կարեւոր փաստաթղթեր 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ներկայությամբ եւ վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը եւ այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ ուրեմն մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը եւ այնուհետեւ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ իմ կողմից TRIP իրականացման շրջանակ վերնագրված փաստաթղթի ստորագրումը հիմա արդեն այս միջպետական շրջանագային համաձայնագիրը ավելի է մանրամասնում համաձայնեցված ուրեմն դետալները, ուղղությունները եւ լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին Սա ինչի եմ շեշտում, որովհետև եւ օգոստոսի 8-ի հռչակագրի պարագայում եւ հունվարի 13-ի շրջանակային ուրեմն իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթի պարագայում եղան որոշակի շարժումներ այն մասին, որ ի վերջո միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշած փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ եւ ահա ինչպես տեսնում ենք այս համաձայնագիրը ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին եւ արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 13-ի փաստաթղթերին եւ նաեւ որոշակի մանրամասներ ուղղակիորեն ասվում է, որ պետք է կարգավորեն այնպես, ինչպես օրինակ հունվարի 13-ի շրջանակային իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում է սահմանված, նաև առաջանցնելով ուզում եմ ասել, որ ըստ էության մենք TRIP-ի հիմնադրման ուրեմն փաստաթղթային գործընթացը ավարտելու համար դեռևս առջևում ունենք եւս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի համաձայնությունը կլինի, բաժնետերերի միջև պայմանագիրը եւ կլինի արդեն TRIP զարգացման ընկերություն այդ ձեռնարկության ընկերության կանոնադրությունը մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա